Այս խնդիրը, նորից եմ ասում, առաջի եւ նոր բան չի, եւ եթե ասում եմ կա ինչ որ հաշվարկ, որ դա ազդեցություն կարող ունենա, որովհետեւ ինչ որ մեկի, գոնե մեկ դեպք, հա, քվեարկությունն է դրանով վերահսկել, բերեք գնանք դրա հետևից, բերեք գնանք վերահսկողին, քրեական պատասխանատվության ենթարկված, չգիտեմ, մատակարարին եւ այլն։ Բայց եթե ուղղակի ասում ենք, որ բոլոր ծրարները չեն եղել նույն մքեցվածության, որ եթե շատ ուզենայիր ծրարի միջից կտեսնեիր ինչ է գրած, այո, բայց նայած ինչ է գրած։ Ես կարող եմ առաջարկել ցանկացած անձ, մեջի չասեմ խառնենք, բանանենք, բայց մեջի բյուլետենները, մեջի քվեաթերթիկները թողադրվի ցանկացածը, բայց ինձ ցերեկային լույսի պայմաններում, եթե ասեմ առանց sense լույսի տակ նայելու, ուղղակի նայելով ասեմ համարը։ Հիմա ինչ վերաբերվում է վերահսկվել, թե չի վերահսկվել, մենք 3 օր խոսում ենք, շատ ենք օգտագործել latent բառը։ Վերահսկողության խնդիրը դրա համար էլ ես միջնորդել էի դատարանին ստանալ պատեղեկատվություն, օրինակ դատարանը խնդրեց այդ տրամադրվի, եթե կա, օրինակ գյուղապետերը նախկին, որոնք հիմա խոսում են որոնք կոչվում են վարչական ղեկավար, քանի որ են եղել հանձնաժողովներում։ Ուղղակի վերահսկողական գործիքի չափելու հնարավորություն էր, որը մենք չունենք։ Առանց արևի լույսի, ուղղակի այսպես տեղադրված, ակնհայտ երևում է, թե քաղաքացին, որ քաղաքական ուժի օգտին է քվեարկություն կատարել։ Դուք որ նայում եք ծրարին, թափանցիկությունը ստուգում եք, այդ ով է տեսել կամ երբևէ նման իրավիճակ եղել է, ինչ որ մեկը քվեարկելուց, չգիտեմ, այդ լուսաթափանցելություն ստուգի գնա